դա ձեզ լավ տեղ չի տանել։ Այս ընդհանրապես խորհրդարանի մեկնարկը, նաև նախորդ խորհրդարանի աշխատանքների մեկնարկը այսպիսի մի պատուհան է, որի ընթացքում մենք ձեզ խորհուրդներ ենք տալիս։ Այդ խորհուրդները տալիս ենք անշահախնդիր, այդ խորհուրդները տալիս ենք, որպեսզի դուք դրանցից օգտվեք։ Նախորդ գումարման ժամանակ Պատիվ ունեմը եւ Հայաստան դաշինքը չօգտվեցին դրանցից։ Պատիվ ունեմը հայտնվեց, չգիտեմ որտեղ ճիշտն ասած, Հայաստան դաշինքը կրճատվեց գրեթե 3 անգամ իր թվով։ Ու հիմա երբ որ հարցնում եք պարոն Ռուբինյանին արդյոք նա թուրք տեսել է թե ոչ, լավ կլինի նախապես ստուգեք արդյոք ձեր խմբակցության կազմում կան մարդիկ, ովքեր շփվել են օրինակ ադրբեջանցիների հետ, ովքեր շփվել են թուրքերի հետ, որտեղ պարզվում է կա, ու երբ որ պարզվում է որ կա, հանրության աչքում դա անկեղծ նույնիսկ ձեր ընտրողների աչքում դա երբեք լավ բան չի նշանակում։ Դա չի կարող լավ բան նշանակել, հասկանում եք։ Էլ չեմ խոսում այն մասին, որ օրինակ ես պատկերացնում եմ, որ եվրոպական մայրաքաղաքներից մեկում օրինակ ինչ որ ինտուզիաստներ թարգմանել են մեր ազգային ժողովի նիստը ու լսում են, թե ինչպես է ընդդիմադիր պատգամավորը ազգային ժողովի նախագահի տեխնացուին հարցնում. դուք թուրք տեսել եք, շփվել եք Թուրքիա։ Ես վստահ եմ դա լավ կարծիք չի ձևավորում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մասին։ Դա օրինակ կարար, չգիտեմ, տենց 1930-ականների Գերմանիայում գուցե դա ինչ-որ բաներ, արձագանքներ ստանար դրական, բայց չեմ կարծում, որ դրանից հետո որոշակի ինչ-որ բան կստանա, ու դա լավ բան կլինի առհասարակ։ Հաջորդը, երբ որ փորձում եք այդ բանը տալ, իբր ամեն ինչ բերել, հանգեցնել, որքան հասկանում եմ, այդ ձեր բազմակայլ կոմբինացիայի վերջնանպատակը պետք է լիներ այն, որ բերեիք, հասցնեիք նրան, որ կարողա պարոն Ռուբինյանը շփվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Դա էլ ձեզ լավ տեղ չի տանում։ Կներեք, որտեղ ձեր քաղաքական թիմի առաջնորդի անձնագրի մեջ է օտարերկրյա հատուկ ծառայության անուն գրած IC FSB։ Դե անձնագրային գործ, տեսեք, մեր ազգային ժողովի նախագահի տեխնացուն շատ ավելի լավ է տեղեկացված, քան ես։ Անձնագրային գործում է նման բան գրված։ Ու դա էլի ձեզ լավ տեղ չի տանում, ավելին դա ձեզ նույնիսկ փակուղի է տանում, հարգելի գործընկերներ, որովհետև այդ դեպքում ձեր արգումենտներն էլ մեծաշով լավ չեն աշխատում։ Տիկին Ագնեսա Խամոյանը ասում է. պարոն Ռուբինյան, ձեր հորը այո կալանավորել էին, բայց հիմա էլ են մարդկանց կալանավորել։ Հա, տիկին Խամոյան, բայց խնդիրը գիտեք որն է, տարբերությունը հիմնական այն է, որ պարոն Ռուբինյանի հորը եւ առհասարակ մարտի 1-ի գործով ձերբակալված ու կալանավորված ու դատապարտված մարդիկ անմեղ էին։ Մարդիկ անմեղ էին։ Այո, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք, որովհետև այո, մարտի 1-ի գործով այդ մարդիկ անմեղ են։ Այդ մարդիկ անմեղ են։ Այդ մարդիկ հերիք չի ծեծվել էին, հերիք չի նրանց ընկերները սպանվել էին Երևանի փողոցներում, միայն նրա համար, որ հաս չէին այն բանի համար, որ ձեր հայրը կեղծել էր ընտրությունները, որպեսզի իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանին նշանակեր նախագահ, որպեսզի նա էլ պարոն Կարապետյանի հորը ընդուներ աշխատակազմի ղեկավար աշխատանքի, հաս չէին դրա հետ, ու ընդամենը խաղաղ ցույցեր էին անում։ Այդ մարդկանց նախ ծեծեցին, հետո այդ մարդկանց սպանեցին, հետո էլ այդ մարդկանց ընկերներին դատեցին։ Հենց այդ է տարբերությունը։ Ու առհասարակ հատուկ ծառայությունների նաև ես որքան հասկացա, տիկին Արեգնազ Մանուկյանի դստեր մասին էր խոսքը, Աստված բոլորի երեխաներին թող պահի, բոլորի երեխաներին առողջություն եմ մաղթում, բայց հարգելի գործընկերներ, ձեր նախկին թիմակիցը Անդրանիկ Թևանյանը էլի հատուկ ծառայությունների մասին խոսքին գանք, էլի, մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մեղադրվում է նրա մեջ, որ այստեղ, այս դահլիճում հնչած պետական գաղտնիքները 600 թե 7000 եվրոյով անմեղության կանխավարկածը չխախտելով վաճառել է օտարերկրյա հատուկ 600-700 հազար եվրոյով վաճառել է օտարերկրյա հատուկ ծառայությունների։ Եթե չեմ սխալվում ու նորից անմեղության կանխավարկածը չխախտելով, Արեգնազ Մանուկյանն էլ մեղադրվում է նրա մեջ, որ փոխանցել է այդ գաղտնիքները, էլի ձեր խմբակցության պատգամավոր պարոն Թևանյանին։ Հիմա այս ամեն ինչից ելնելով դուք իրոք ուզում եք, որ մենք շարունակենք այս հատուկ ծառայությունների ու մնացածի մասին խոսակցություն։ Պարոն Ռուբեն Մխիթարյանը, ես եթե չեմ սխալվում, դուք Վարդան Ղուկասյանի հետ կապված ինչ-որ մի դրվագով էիք, չէ՞։ Հա, փաստը։ Գիտեք, ամենաֆենոմենալը այն էր, որ ես որքան տեղեկացա, դուք միջև Վարդան Ղուկասյանի այս ֆենոմենալ ընտրությունները Գյումրու
քաղաքապետարանում outsource որպես իրավաբան դատական հայցեր եք ներկայացրած եղել ընդդեմ Վարդան Ղուկասյանի, այդ դատական հայցերը ոչ մի հաջողության չեն հասել, բայց Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելուց հետո դուք արդեն դարձել եք նրա փաստաբանը, Պարոն Վարդևանյան, դա այդտեղ ինչ որ տենց ես չգիտեմ, էլի դուք եք մասնագետը, շահերի բախում, էթիկա, տենց բան խախտվում է, թե չէ փաստաբանական առումով, տենց նորմ կա առհասարակ, որ կարելի է համայնքը ներկայացնել մեկի դեմ, հետո գնալ այդ մեկի փաստաբան դառնալ, տենց աշխատում է համակարգը, թե չէ։ Ինձ թվում է չէ, բայց այնուամենայնիվ, ինչևէ, հարգելի գործընկերներ, ու Վարդան Ղուկասյանի մասով նաև, ձեր գործընկերները պարբերաբար Վարդան Ղուկասյանին էլ են քաղբանտարկյալ անվանում, առհասարակ ցանկացած մեկին, ով քաղաքականության հետ որևէ կապ ունի ու ձերբակալվում կամ կալանավորվում է, այդ մարդուն ձերբակալելը կամ կալանավորելը մարդիկ անվանում են քաղաքական հետապնդում, բայց դա այդպես չի աշխատում։ Դա այդպես չի աշխատում, հարգելի գործընկերներ։ Բավական պայման չի լինել քաղաքական գործիչ, որ քո նկատմամբ քրեական գործը համարվի քաղաքական հետապնդում։ Դա այդպես չի աշխատում, հարգելի գործընկերներ։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործը չի կարող համարվել քաղաքական հետապնդում։ Ձեր մյուս պաշտպանյալների նկատմամբ գործերը չեն կարող համարվել քաղաքական հետապնդում, պարոն Վարդևանյան, ու այդպես շարունակ։ Դա այդպես չի աշխատում։ Արտոնագիրը կասեցրել եք, ինձ թվում է շուտով կվերականգնեք, պարոն Վարդևանյան։ Իդեպ, գործընկերներից մեկը հարցնում էր, ասում էր, ինչ արդյունք եք ստեղծել։ Հարգելի գործընկերներ, որպեսզի հասկանաք, թե ինչ լավ իշխանություն է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, եկեք ուղղակի նայենք պարոն Վարդևանյանի օրինակով։ Պարոն Վարդևանյանը մի քանի հայտարարագիր է ներկայացրել 2017 թվականին էլ ինչ որ պաշտոնում առաջադրված լինելու բերումով ներկայացրել է հայտարարագիր։ Պարոն Վարդևանյանը լավ փաստաբան էր թե 2017 թվականին եւ թե 2022, 23, 24, 25, 26 թվականների։ Տեսեք, մինչև 2018 թվականը փաստաբանը, նույնիսկ պարոն Վարդևանյանի պես հանճարեղ ու լավ փաստաբանը, ֆիզիկապես չէր կարող ամսական 700-800 դրամից ավել գումար աշխատել, որտեղ դատական համակարգ չէր աշխատում, որտեղ բոլորը մեծ հաշվով հազար ներողություն, անձնապես ձեզ չի վարվում, բոլորը մեծ հաշվով թքած ունեին փաստաբանական ծառայությունների ստացած օգուտների վրա սեն ձևակերպեմ, այն բերումով, որ մեկը հարցերը ուրիշ կերպ էին որոշվում ու դրանով է պայմանավորված, որ 2018 թվականից հետո Արամ Վարդևանյանը օրինակ տարեկան 40 միլիոն դրամ մենակ մի դեպքով ստանում, Տաշիր գրուպից է ստանում։ Դուք մինչև 18 թվականը օրինակ պարոն Վարդևանյան չեք ստանա այդքան գումար, որտեղ փաստաբանությունը այդքան չէր գնահատվում այն ժամանակ։ Եվ հետևաբար ինչ ենք արել մենք որպես իշխանություն, ակնհայտ է, որ ստեղծել ենք այնպիսի արդարադատության համակարգ, որը որ աշխատում է, որի շնորհիվ որ փաստաբանները հանձինս պարոն Վարդևանյանի նմանատիպ աշխատավարձեր են ստանում եւ մենք շատ ողջունում ենք դա։ Իդեպ շատ լավ, ուրախ ենք շատ, բայց փաստաբանները եւ այնուամենայնիվ պարոն Վարդևանյան, ձեր հայտարարագիրը մեր իշխանության տենց ձեռքբերումների մեջ բանա ու դրա համար նաեւ կես կատակ ես բարբերաբար ասում եմ, որ պարոն Վարդևանյանը մեր ամենահավատարիմ ընտրողներից մեկն է։ Իդեպ բոլոր ընդդիմադիր փաստաբանները, դե հա ես կես կատակ դրա համար ասում եմ, պարոն Վարդևանյան, բայց